Տպած թղթային այսպիսի ակտեր հարկային է բիզնեսին, փոստով էլ չի ուղարկի տուժ տուգանքի որոշումներն արդեն միայն ինտերնետով հատուկ իրավախախտումների համար գործարկված հարթակով են ներկայացնում, տնտեսվարողներին տեղեկացնում են ՊԵԿ-ի իրավաբանները։ Այս ծրագրով թղթային ամբողջությամբ վերացվում է։ Ծանուցումներ իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, ծանուցումներն ուղարկվելու են հարկվճարողների անձնական էջերին։ Իրենց ուղարկած ծանուցումը հարկվճարողի անձնական գրասենյակի էկրանին հայտնվում է կարմիր ուշադրություն գրավող տեքստով ու թույլ չի տալիս ծրագրում որևէ քայլ անել, մինչև չակտիվացնեն կոճակը։ Ավտոմատ համակարգն էլ ֆիքսի փաստաթուղթը ստացան, կարդացին։ Որպես օրինակ Վահե Բաբայանը նկարահանող մեր խմբին ցուցադրում է Գարսևանի անունով հորինված առանց ակցիզի ապրանք վաճառելու իրավախախտման ծանուցում։ Նշված է, որ վարչական ակտով է բացահայտվել, վարչական ակտը երբ է ուժի մեջ մտել, ինչ ժամկետներ են իրեն տրված, ինչքան ժամանակ ունի առարկություններ ներկայացնելու, ինչ հասցեով պետք է ներկայանա, երբ, որ ժամին, ում հետ կարող է կապնվել։ Փաստաթղթի բովանդակությունն ի դեպ ոչ թե հարկային տեսուչը կամ իրավաբանն են գրում, այլ գերխելացի ծրագիրն ինքը։ Մարդկային գործոնը նվազագույնի է հասցվել, որ պակասի խախտումը գործարարի մաղարիչով մեղմելու կոռուպցիոն ռիսկը։ Ծանուցագիրն ունենալու է հետևյալ տեսքը, ընդ որում յուրաքանչյուր իրավախախտման ու յուրաքանչյուր հոդվածի հետ կապված համակարգը ինքնաշխատ եղանակով է գեներացնում տեքստերը։ ՊԵԿ-ում վստահ են թվայնացման այս գործընթացից տնտեսվարողը շահելու է։ Իրավախախտման վերաբերյալ բացատրություն հիմնավորում ներկայացնելու համար էլ կարող են գնալ գալու փոխարեն ամբողջ ինֆորմացիան հարթակի միջոցով իրենց ուղարկել։ Առարկությունները, դիրքորոշումները ուղարկումը ցանկացած իրեն հարմար եղանակով, ՊԵԿ-ը տնտեսվարողի կողմից ներկայացրած վարույթի շրջանակներում ներկայացրած բոլոր փաստաթղթերը կքննի, կուսումնասիրի։ Ապրիլի կեսերին քննարկող վարույթների մասով ծրագրով արդեն 30 առարկություն են ստացել։ Էլեկտրոնային նոր համակարգն աշխատում է մարտի սկզբից։ Այս պահի դրությամբ ուղարկվել է 1700 մոտավորապես ծանուցագիր, միայն հունվար ամսվա հաշվետվությունները չներկայացնելու հետ կապված։ Ժամկետների մասին, եթե տնտեսվարողը 5 օր շարունակ չի մտնում անձնական գրասենյակի իր էջ, որ տեսնի ՊԵԿ-ից ստացած իրավախախտման ծանուցումը, համակարգն ավտոմատ այն տեղադրում է նաև ազդարար կայքում, ինչպես հիմա է թողնում ևս 5 օր ու սկսում առարկությունների ներկայացման 10-օրյա հաշվարկը։ Վերջապես կմոռանան կորչող ծրագրերի մասին ոգևորվել են այստեղ։ Բաժինն անցած տարի 55,000 որոշում է կայացրել, յուրաքանչյուր գործով 4-5 գրություն կազմել, ուղարկել, ստացել։ Հիմա ամբողջը թղթապանակներից հանել, արկղերն են լցրել, որ արխիվ ճանապարհեն։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։